Միս Պետրոսյան, շնորհակալություն, որ համաձայնել եք ձեզ համար շատ կարևոր թեմայից խոսել։ Եվս մեկ անգամ Շարլ Անձնավուր։ Գիտենք, որ յուրաքանչյուր մեծ բանի հետևում ընկած է շատ ավելի մեծ ու բարդ աշխատանք։ Սկսենք սկզբից։ Ինչպես եկավ միտքը եւ ինչից սկսվեց ձեր ճանապարհը։ Շնորհակալություն Շուշանիկ ջան, ես կարող եմ այո սկզբից սկսել 2018 թվականին, դեռ տնօրինում է Heritage Պարային ստուդիան եւ աշխատում է երեխաների հետ եւ հրավիրել է Գագիկ Թադևոսյանին, որպեսզի միանա իմ ուժերին, այսպես երեխաների հետ ստեղծագործական ուժերին եւ առաջի օրվանից երբ որ հանդիպեցի նրան անձամբ Գագիկը ասում էր արի ներկայացում դնենք եւ շատ հպարտ էր որ բարել էր արդեն Ազնավուրի ներկայությամբ Հայաստանում օպերայի բեմի վրա եւ խնդրեց ինձ որ միգուցե մտածենք Ազնավուրի մասին իհարկե իմ համար շատ գեղեցիկ հնարավորություն էր որովհետեւ Գագիկը կարող էր այն կյանքի բերել, բայց ես ծանոթ չէի Ազնավուրի երաժշտության հետ, ինչպես կարող եմ ասել շատերս ծանոթ չենք, իհարկե գիտենք մի քանի երգ, լսել ենք, բայց Ազնավուրին ճանաչելը դա երկար ճանապարհ էր, որը ես հայտնաբերեցի շատ կարճ ժամանակում։ Երևի թե բոլորս գիտենք, որ Ազնավուրը մոտավորապես 1300 երգ է ստեղծագործել, այն երգել է մոտավորապես 4-ից 5 տարբեր լեզուներով եւ տարբեր ժանրային, երգային ժանրային ստիլերով, բացի դրանից նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում եւ ունի մեծ ինտերվյուային այսպես ռեպետուար, որը ուսումնասիրել էր պետք եւ ես խնդրեցի Գագիկին ժամանակ տալ ինձ 2018-ից մինչեւ 2000 այսպես ասեմ 20-ը ուսումնասիրեցի Ազնավուրին եւ արդեն պետք էր բեմ բարձրանալ գործը, որից իհարկե ես ժամանակին գոհ չէի։ Այդ ժամանակ 2020 թվականին 2 տարվա աշխատանքը բավարար չէր այն որպես անկախ գործ բարձրացնել բեմ, որովհետեւ գործ ունես Ազնավուրի երաժշտության հետ եւ պարտավոր ես որպես մարդ, որպես արտիստ գործին տալ հնարավորին չափ ուշադրություն Եվ արդեն պետք էր բարձրանալ բեմ 2020 թվականին աշխարհի դռները թատրոնի դռները նամանավանդ փակվեցին մեր առջև կոവിഡ്ի պատճառով Փաստորեն, երբ որ արդեն պատրաստ էիք բեմելին, հանդիպեցիք դժվարության, վստահ եմ այս ճանապարհին միակ դժվարությունը չէր, կպատնեք դժվարությունների մասին։ Ինչպես նշեցի, կոവിഡ്ը վատ անդրադարձավ Heritage Պարային ստուդիայի վրա եւ արդեն ասում էին, բոլորս հիշում ենք, որ 4-ից 5 մարդ պետք է մահանա, անհնար է եւ այլն եւ լինելով ինքս շատ զգայուն մարդ, իմ համար պատկերացնել, որ ես այդքան աշակերտ պետք է կորցնեմ, այդքան տրավմաներով պետք է հասարակությունը անցնի, մեծ հոգեբանական ծանր իրականության մեջ հայտնվեցի Իրականում բժիշկները ասում էին, որ գոյություն չունի կոവിഡ് իմ մարմնի մեջ, բայց ծնկներս այլևս սկսեցին չաշխատել։ Եվ 2020 թվականին բացի նրանից, որ տխուր էր, որ բեմ չի բարձրանալու ներկայացումը, բացի նրանից տխուր էր, որ դպրոցը Պարի ստուդիան է անկման մեջ, բացի նրանից, որ վախեր կային հարազատներին կորցնելու, նաև ծնկները սկսեցին չաշխատել ընդհանրապես 3 ամիս ես պարկած հայտնվեցի եւ այդ ընթացքում հասկացա, որ ինչ լավ մարդիկ ունեմ իմ շրջապատում, այն արտիստ ընկերները, այդ թվում նաև Գագիկ Թադևոսյանը, մյուս պարողները, մյուս դերասանները եւ իմ տղաները օգնում էին ինձ ամենապրիմիտիվ այսպեսի շարժունակություն ունենալ տան մեջ բայց նաև հասկացա, որ դրա մեջ իհարկե տրագեդիա էր իմ համար, բայց նաև կար մի գեղեցիկ իրականություն, որ ես ժամանակ ունեի, ավելի երկար ուսումնասիրեի Ազնավուրին, ավելի շատ լսեի իր երգերը, ավելի շատ թարգմանեի եւ հասկանայի իր փիլիսոփայությունը եւ նաև հասկացա, որ 2020 թվականին ամեն դեպքում ներկայացումը դեռ պատրաստ չէր, այնքան հզոր չէր, ինչքան կարող էր լինել եւ դռները բացվեցին 2022 թվականին նոր մեծ պրեմիերա արեցինք Ալեքս թատրոնում, որը շատ հաջող անցավ։ Իս Պետրոսյան անդրադառնալով ձեր նշածին 3 ամիս չքայլել պարուհու համար
սովորական մարդու համար շարժումը իհարկե կյանք է, բայց պարուհու համար այն էլ երկար տարիներ բեմում լինելու եւ առհասարակ բուրըն գործունեություն արդեն այստեղ ծավալելու եւ մեկ օր արթնանում ես եւ չես կարողանում քայլել։ Դա ինչ զգացողություն է։ Ինչ միտք էր ամենաառաջինը, որ դուք այդ պահին կորցրել եք ձեր շարժունակությունը։ Սկզբնական շրջանում իհարկե չես հավատում, որ այդպիսի բան կարող է կատարվել քո հետ, որտեղ շարժունակությունը ամենամեծ դրավականն է, նամանավանդ եթե երեխաներին ես դաստիարակում եւ երեխաներին ես պարարվեստ ուսուցանում, եւ երկրորդ ստադիան, որ գտնում ես քո հոգեբանական իրականությունը ամենամութ անկյուններում, այսինքն դու պատրաստ ես այլևս չապրելու նաեւ իմ համար մի քիչ դժվար է դրա մասին խոսելը, բայց այդտեղ փրկության անկալի Ազնավուրի երաժշտությունը, Խաչատրյանի երաժշտությունը եւ ես միայն աղոթքներով եմ ինձ պահել, այսպես ասեմ, եւ նաեւ փոքր տղաներ ունեմ, փոքր չէ իհարկե, դեռ թինեյջեր տղաներ, որոնց տեսնել իմ անշարժունակությունը բավականին ծանր կարող էր անդրադառնալ իրանց վրա եւ ամբողջ գիշեր միացնում է Խաչատրյանի գարանեն ու նրա ներքո քնում է եւ մենախոսության մեջ իմ եւ Աստծու մեջ որոշեցի, որ եթե նորից հնարավորություն ունենամ քայլելու, ես իմ կյանքը կնվիրեմ հենց իրանց, այսպես։ Ազնավուրն ու Խաչատրյանը ինչպես ձեզ բուժեցին։ Այ օրինակ ներկայացման մեջ ունենք Ազնավուրյան մի երգ, կոչվում է Autobiography, ու ամբողջ համարը Ազնավուրյան այդ համարը մոտավորապես 7.5 րոպե է եւ ինքը երկար վեստի միջոցով իր շանսոնի միջոցով պատմում է իր անցած ճանապարհը եւ ցավոք սրտի միակ լեզվով որ երգում է այդ երգը դա ֆրանսերենն է եւ երբևիցե չենք հանդիպում այդ երգին ափսոս մենք ներկայացման ժամանակ այն թարգմանում ենք էկրանի վրա որպեսզի մարդիկ կարդան իմաստը հասկանան ու ինքը շատ երկար բացատրում է թե ինչ դաժան ճանապարհով է անցել ինչ մեծ աղքատություն է իր ընտանիքը հաղթահարել ինչքան է ուրախացրել ինչքան են իրանք ուրախացրել ավելի իրանցից աղքատ մարդկանց ինչքան գեղեցիկ է իր ընտանիքը ապրել եւ այս տառապանքների այս տարապանքները նույնիսկ հաշվի չառնելով Ազնավուրը միշտ իր ֆոկուսը պահել է իր արվեստի, իր ստեղծագործությունների վրա եւ ուղղակի այդ երգը լսելով չես կարող մտածել, որ դե լավ, իհարկե չես քայլում, բայց գոնե ուղեղդ աշխատում է, այսպես կամ նույնիսկ Խաչատրյանի ստեղծագործությունների մեջ օրինակ գարանում մենք ունենք օրորոցային, շատ գեղեցիկ օրորոցային է, ցավոք սրտի նորից շատ երեխաներին չենք մեծացնում այդ օրորոցայինի ներքո եւ ամեն գործ յուրահատուկ է եթե առանձին ես լսում եւ լսել այդ օրորոցայինը իմ համար աղոթք էր որպեսզի կազդուրվեմ եւ իհարկե միայն աղոթքով չէր այդ իմ արտիստ նույն Գագիկ Թադևոսյանը երբեք չէր զլանա իմ համար պատրաստ էր կամ նույն մյուս արտիստներս չէին զլանա գային վիտամիններ բերեն որպեսզի ես կազդուրվեմ ու այդ ընդհանուր կապը շատ է դա անդրադառնում իմ ստեղծագործությունի մեջ Ազնավուրյան որ արտիստների համագործակցությունը եւ իրանց էմոցիոնալ այսպես սերը իրանք հոգով են սիրում էլի այսպես ասեմ իրանց շատ է օգնում մյուս արտիստին բարձրանալ եւ դա արտահայտվում է բոլոր համարյա համարների մեջ եւ իհարկե Գագիկ Թադևոսյանի այդ բարձր որակի արտիստիզմի մեջ 2022 թվականին Ալեքս թատրոնում եղավ Բեմելը ինչ էմոցիաներ էին ինչպես անցավ շոուն ինչ արձագանքներ էին իհարկե ուղղեմ քեզ 2020-ին մենք պետք է բարձրանանք բեմ չկարողացանք քանի որ կոവിഡ്-ը եւ մի քանի օր հետո երբ որ գնացինք թատրոնի դիմաց տեսանք որ ամբողջ մեր պաստառը պատրել են այսպես գետնին են գցել եւ ոտնահարել են իհարկե չիմացանք դրանք ովքեր էին, բայց բացի նրանից, որ աշխարհն էր փակել իր դռները մեր նման մարդկանց համար, նաև հասկացանք, որ կան մարդիկ, որ երբևիցե չեն ուզենա, որ սա բեմ բարձրանա, որ իհարկե մեզ ավելի ուժեղացրեց։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք
նաև չարանում են մարդկանց նկատմամբ, որտեղ այդ չարության մեջ էլ ուժ կարող է գտնել արտիստը, որի հետ Ազնավուրը իհարկե առնչվել է իր կյանքի ընթացքում։ 2022-ին, երբ որ այն բարձրացավ բեմ, 2 ներկայացում ունեցանք եւ առաջին ուրբաթ օրվա ներկայացման լուսավորումներ մի քիչ դժվար եւ ասեմ, որ լուսավորումը նաև ես եմ որոշում բեմական լուսավորում էր, իսկ հայկական պարարվեստում մի շատ հետաքրքիր եւ շատ տհաճ երևույթ կա, որ լույսերը դրվում են ինչպես ոնց որ rock and roll-ի, այսպես ասեմ, ներկայացումը եւ պարողի հետևից են դրվում, ոչ թե դեպի պարողը, եւ երբեք չես հասկանում պարի իմաստը, պարի մաքրությունը եւ այլն, իսկ բեմական լույսերը, բեմի լույսերը, թաթերական բեմականության լույսերը տարբեր պահանջներ ունեն, մի քիչ լուսական լույսի հետ կախված խնդիրներ ունեցան։ Իհարկե հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց, իսկ շաբաթ օրը շատ ավելի լավ անցավ։ Ես անցկացրեցի այդ ընթացքում հանդիսատեսի հետ, ես ինքս դիտեցի եւ ցանկացա, որ զգամ ինչ էմոցիաներ այն կառաջացնի, որտեղ յուրաքանչյուր արվեստի գործ, քանի որ ես համարում եմ, որ եւս մեկ անգամ Շարլ Ազնավուր, Էխրաս Շարլ Ազնավուր, ինքը անկախ արվեստի գործ է, իմ համար շատ կարևոր էր տեսնել արդյոք կարողանում է թատերական ներկայացումը հանդիսատեսին տա սիրո էմոցիաներ, ջղայնության էմոցիաներ, կորուստի էմոցիաներ, տխրություն եւ այլն, որոնք շատ կարևոր են իմ համար որպես արվեստագետ այդ էմոցիոնալ տալը, բայց նաև միշտ օպտիմիստորեն վերջացնել ստեղծագործությունը, որպեսզի մարդիկ տուն գնան հոգեբանական վերելք ապրած։ Ասեմ մի քանի ցավալի դրվագներ, որ ես նկատեցի, հայ հանդիսատեսը գիտի Շարլ Ազնավուրի որոշակի գործեր, բայց շատ երգեր թարգմանված չեն, միայն ֆրանսերենով նա երգում եւ բառերը չենք հասկանում, այսինքն իմաստը չգիտենք եւ բոլոր երգերի մեջ ինքը փիլիսոփայություն է կարդում, այսպես ասեմ։ Եվ այդ հարցը չեմ կարող ես լուծել, մինչև չմեծացնենք սերունդ, որը լսում է Խաչատրյան, որը լսում է Ազնավուր եւ մեր մեծերին եւ աշխարհի մեծերին, ոչ միայն Ազնավուրին։ Ասեմ, որ այդ ժամանակ ներկայացման մեջ ունեինք արտիստներ, որոնք հայ էին, ռուս էին, ուկրաինացի էին, ամերիկացի էին եւ շատերին նաեւ ամերիկացիներին ամանավանդ Ազնավուրը անծանոթ արտիստ է եւ իրենց կարծիքը շատ կարևոր էր ինձ համար, ունեինք բալետի ներկայացուցիչներ Լոս Անջելես բալետից եւ այլն եւ իրենք էլ սկսեցին ընկալել, հասկացան, որ գործը տարբեր է, երաժշտությունը տարբեր է եւ մեծ հաճույքով էին այն կատարում։ Ամերիկայում հաջողություն ունենալուց հետո, այստեղ Կալիֆոռնիայում որոշում կայացվեց գնալ դեպի Եվրոպա։ Ինչպես արդեն նշեցի, COVID-ից հետո ես չկարողացա իմ առողջության հետ կապված ստուդիան ոտքի հանել, մեր Granada Hills-ի ստուդիան այսպես փակվեց 2 տարի հետո, բայց ես նաև նվիրեցի իմ կյանքը պարային բեմական եւ թատերական արվեստին եւ որոշում կար, իմ ներսում որոշում կար, որ պետք է ամեն դեպքում Փարիզում ներկայացում լինի եւ ոչ միայն հայ համայնքի համար, այլ հենց Փարիզի ժողովրդի համար, որպեսզի ես ինքս հասկանամ, արդյոք գործը ստացված է թե ոչ։ Մենք ներկայացումը դրեցինք մի թաղամասում, որտեղ ամբողջ փողոցի վրա տարբեր թատերական սրահներ կային եւ հենց թատրոնը մեծ զարգացման է հասել Փարիզում, ինքս գնում էի այդ թատրոնները, ներկայացումները դիտում էի եւ 3 ներկայացում 900 հոգյանոց սրահում դնել եւ սպասել, որ այն շատ լավ է անցնելու, մի քիչ ռեալիզմից դուրս էր։ Ասեմ, որ առաջին ներկայացման ժամանակ ես նույնիսկ պատկերացնում էի, որ հիմա պետք է արագույրները բացվեն ու ժողովուրդը պետք է այսպես լոլիկներով եւ կարտոֆիլներով շպրտի մեր վրա Վերդի ժամանակների պես էի պատկերացնում եւ շունչս պահած սպասում էի այդպիսի արձագանքման, նաեւ մի մեծ սխալ էին արել մեր մարքեթինգ էջենսին, որոնց մենք վերցրել ենք, որպեսզի ներկայացումը
առաջ տանեին, գրել էին, որ Լոս Անջելեսի բալետը Պետրոսյան թատրոնի հետ է գալիս, գոնե գրեին Պետրոսյան թատրոնը Լոս Անջելեսից եւ մինչ սկսելը շոուն իմ ընկերներից մեկը լավ ֆրանսերեն էր խոսում, խնդրեցի, որպեսզի հայտարարի, որ մենք իրականում դա սխալ է, մենք հայեր ենք ապրող Լոս Անջելեսում, այսինքն ստեղծագործը եւ գլխավոր դերակատարը հայ է եւ մենք հույս ունենք, որ ձեր կողմից սա լավ կընկալվի, հարգում ենք, սիրում ենք Փարիզին եւ գիտենք, որ Ազնավուրը առաջին հերթին դա ձեր արվեստագետն է, ոչ թե հայերինը։ Եվ այսպես ասած մի տեսակ տրամադրությունը փոխվեց սրահում, ես ինքս զգում էի այդ էլեմենտները, որոնք դեպի կուլիսների ներքո կարող ես նույնիսկ դա զգալ եւ անկախ նրանից, որ արտիստները լավ էին տրամադրված, առաջին ներկայացման ժամանակ կար այսպիսի սառը մոտեցում հանդիսատեսի կողմից, արդյոք դա բարենք թե ոչ, արդյոք ընկալենք թե ոչ, բայց իրականում նաև կար զարմանքի այսպես արտահայտություն, որ լռություն կար համարների արանքներում, որովհետև իմ կարծիքով լավ էր ընկալվում։ Շատերը վերադարձել էին առաջին ներկայացումից եւ նայում էին արդեն երրորդը, հանդիսատեսը ընկալել էր եւ մենք ոտնկայս ծափահարեցին վերջում անկորի գնաց ներկայացումը եւ սպասեցին, որպեսզի արտիստները դուրս գան, ժողովուրդը սպասեցին, որպեսզի մոտենան արտիստներին, ինձ հարցեր տան եւ այլն։ Եվ այդ ժամանակ մեր ինքնագնահատականը բարձրացավ։ Իսկ մինչև Փարիզ գնալը եղել եք Պրահայում։ Ինչպիսին էր այնտեղ շոուն, ինչպես ընկալվեց եւ ինչ դժվարությունների հանդիպեցիք։ Ուրեմն եվրոպական արվեստի մեջ կա մի հետաքրքիր հասկացողություն, որ եթե քո արվեստը ստացվում է Պրահայում, ապա կստացվի ամենուրեք։ Պրագան ինքը շատ այսպես ասած մաքուր, հա, պահպանված արվեստի մթնոլորտ ունի եւ դժվար էր նաեւ ներկայացնել Պրահայի ժողովրդին որովհետեւ մի ուրիշ եվրոպական երկրում Ազնավուրին ճանաչում են, բայց Չեխիայում Ազնավուրը նորից այդքան ճանաչված չի եւ հանդիսատեսը շատ պահանջկոտ է եւ այնտեղ էլ մեծ հաջողություններ գրանցեցինք, որի համար ես շատ ուրախ եմ եւ այսպես ասած ավելի մեծ վաղ հաղթահարեցինք, քան թե կհաղթահարեինք Փարիզում, որովհետեւ Փարիզում արդեն գնահատականը բարձրացած գնանք եւ դիմադրենք այդ երևակայությանը իմ, որ մեր վրա հալոլիկներ են շփրտում, մենք փորձեցինք ավելի մեծ վախերից սկսել։ Ստացվում է, որ 2022 թվականից ի վեր Ամերիկայում, Եվրոպայում, այնուամենայնիվ այս 4 տարիների ընթացքում քանի անգամ է ներկայացումը բեմադրվել։ Շատ անգամներ, ասեմ նաև 2022-ից դեռ առաջ մենք փոքր ներկայացումներ ենք բեմադրել այն ստուդիայում, որը ես կորցրեցի, փոքրիկ բեմ ենք կառուցել, այսպես պատուհանները փակել ենք, որպեսզի քաղաքապետարանից չգան, մեզ չպախարակեն եւ գալիս էին, ասում էին, որ ես մարդասպան եմ, իրավունք չունեմ, այսպիսի բաներ անելու, մարդկանց հավաքելու, բայց ես ունեի փոքրիկ մի խումբ արտիստների եւ ընկերների, որոնք գալի նստում էին, չենք վախենում, մենք արդեն հանդիպել ենք իրար, կովիդով հիվանդ չենք եւ այլն, 5 փոքրիկ ներկայացում խաղացուց հետո, 2 մեծ ներկայացում խաղացուց հետո, արդեն հիմա նորից Պարի ստուդիա ունի Գագիկ Թադևոսյանը, այնտեղ էլ բեմ կա եւ մենք այն բեմադրեցինք, մոտավորապես 14 անգամ փոքրիկ խաղացինք, Եվրոպայում 6 ներկայացում խաղացինք եւ շուտով ամսի 15-ին նորից Ալեքսի բեմի վրա ներկայացնում ենք նորից հայ հանդիսատեսին։ Կրկին վերադառնում եք Ալեքսի բեմ, հուզմունք կա։ Իհարկե կա, բայց ավելի շատ կա սիրո զգացողություն, այն սերը, որ տրվել է այս պրոջեկտի կողմից եւ ստացել ենք նաեւ մեծ սիրո եւ նաեւ կարող եմ նշել, որ երբ որ արդեն 2000, այսպես ասած 23-24 թվականին այլևս չունեի ես այդ ստուդիան եւ այդ նույն աշակերտներին, կային 2-ից 3 աշակերտ, որոնք արդեն ավարտել են եւ բավականին լավ էին ապրում եւ այս վերջին 2 տարվա ընթացքում Գագիկ Թադևոսյանի ղեկավարած ստուդիայից դուրս են եկել բավականին ավելի շատ
հայ արտիստ պարողներ, որոնք բարձր մակարդակի են ներկայացնում եւ ունենալ հայ արտիստներ, որոնք մեծացան Ազնավուրյան երաժշտության ներքո եւ ներկայացնելու են Ազնավուրի գործը եւ իմ աշխատանքը հանդիսատեսին, դա մեծ հուզմունք է եւ մեծ երջանկություն։ Միս Պետրոսյան, խոսեցինք Ամերիկայի մասին, խոսեցինք Եվրոպայի մասին, որքան էլ որ Ազնավուրը այո ֆրանսիական հանդիսատեսին է առաջին հերթին պատկանում, հետո նոր հայկականին, բայց այնուամենայնիվ այս հսկա աշխատանքը չեք մտածում Հայաստանում Երևանի բեմում ներկայացնել։ Իրականում մինչև Եվրոպայի այդ ճամփորդությունը կազմակերպելը առաջինը մտածում է պետք է այն կարողանա Հայաստանում, որովհետև երբ որ զավակ ունես, արվեստի զավակ ունես, որը եւս մեկ անգամ Շարլ Ազնավուրի գործն է իմ համար, առաջին ուզում ես տուն տանես իրան, քո ծնողներին ներկայացնես, քո ծնողների հետ կիսվես եւ մտածում եի, որ ճիշտ քայլ կլինի առաջինը Հայաստան տանել, կապի մեջ մտա ամենահզոր մեր թատրոնի տնօրենի հետ եւ զրույցի ժամանակ բացատրեցի, որ ցանկությունս է այս ներկայացումը բերել, մենք մեր գումարը կներդնենք, մենք մեր գովազդները կանենք եւ այն հասույթը, որը կստացվի, ես նորից հետ կտամ մեր Հայաստանի օպերայի շենքին, որպեսզի ինչ-որ վերանորոգման զբաղվեն եւ այլն, եւ նպատակը նա չի, որպեսզի մենք կանք, ինչ-որ գումարներ աշխատենք, բայց որպեսզի այն արտիստները, որոնք մեծացան Ազնավուրի երաժշտության ներքո, իրանց արվեստը իմ միջոցով ներկայացնեն Հայաստանի հայ հանդիսատեսին։ Իհարկե հետ արձագանքը շատ տարօրինակ եւ օտար էր արդեն ինձ համար, պարզվեց, որ տնօրենը ինձ ասում է, որ իսկ ինչի ես կարծում, որ դու լավ խորեգրաֆ ես, ով է տեսակին խորեգրաֆ, դու խորեգրաֆիկ չես ավարտել, Լոս Անջելեսում չկան արվեստի գործեր, չկա արվեստագետ համայնք, Լոս Անջելեսը ընդհանրապես շատ վատ տեղ է եւ դու այդ տեղից ես եւ այլն եւ այլն։ Իմ համար կրկնակի տարօրինակ կլիներ, որ ես բացատրեի իրան կամ համոզեի, հա, այսպես ասեմ, որ արծես թե այդպես էլ է ստացվում, որ մարդ կարող է արվեստի գործ ստեղծել եւ նույնիսկ չքայլել, բայց այնպես բացատրել իր արտիստներին, որոնք կարող են հասկանալ եւ թարգմանել իր մտքի ուժգնությունը եւ հեռախոսը անջատելուց հետո տխրության լաց եմ լացել, ոչ թե վիրավորանքի, որ դեռ գոյություն ունի հայ նույնիսկ արտիստիկ մասաներում այդ, ինչպես ասում են, Armenian toxic masculinity եւ ես շատ հարգում եմ հայ տղամարդուն, ես ինքս 2 տղա եմ մեծացնում, մեր բոլոր երեկոների ժամանակ առաջինը հայ տղամարդու կենացն է խմբվում, բայց նաեւ որոշեցի, որ ավելի լավ է գնալ Փարիզ, ավելի լավ է գնալ Եվրոպա առաջի քայլի համար եւ պետք չի գնալ ինչ-որ մեկի տուն, որի կողմից դու լավ չես հյուրընկալվելու եւ իհարկե Հայաստանի օպերան մեր բոլորինն է, մեր հայ ազգին է պատկանում նախ եւ առաջ, բայց տնօրենությունը իմ համար շատ կարեւոր է, քանի որ ես գործարքի մեջ եմ մտնելու իրենց հետ եւ մաքրությունը հարաբերությունների եւ հարգանքը չի կարող միանգամից մինուսով սկսել։ Իհարկե չեմ ընկճվում, մենք ոչ ոք չի ընկճվում իմ թիմում, մենք պատրաստվում ենք 2027 թվին 11 ներկայացում դնել Հայաստանում եւ արվարձեններով այդպես շրջելով, քաղաքներով ներկայացնել մեր արվեստը եւ ես ուրախ եմ, որ նորից, ինչպես ասեցի, մարդիկ կան, որոնք չարեն եւ եթե դնենք մի ներկայացում Հայաստանում, հա օպերայում, երևի կտեսնեն միգուցե տուրիստներ, հայեր, որոնք հնարավորություն կունենան Լոս Անջելեսում այն դիտել Եվրոպայում, բայց այս դեպքում այս ուղղությունը ընտրելով ես կարծում եմ, որ ավելի մեծ մարդկային գործ ենք կատարելու։ Ինչի մասին է եւս մեկ անգամ Շարլ Ազնավուր ներկայացումը։ Այն երկխոսություն է ինքնության եւ
կոնկրետ մարդու ապրելու փիլիսոփայության միջև եւ ինչու եմ այն անվանել եւս մեկ անգամ Շարլ Ազնավուր, once again Շարլ Ազնավուր, Էխրաս Շարլ Ազնավուր, որովհետեւ իր մի երգով բանալի կա հենց ազնավուրյան փիլիսոփայությանը մոտանալու, դա Two Guitars, երկու գիտար երգն է, որի ժամանակ ինքը ասում է, եթե ես նորից ապրեի, հենց այսպես կապրեի, ու հենց այսպես ապրելու մեջ միայն գեղեցիկ հագուստները չեն, Մուլան Ռուժում երգելը չի, Էդիթ Պիաֆի հետ համագործակցելը չի, այդ եւս ապրեի նույն ձևի մեջ նաև մտնում են այն տառապանքները, այն զրկանքները, որ ինքը կրել է, եւ դա մեծ ոգևորիչ ուժ է տալի որևիցե մեկիս, նամանավանդ ինձ, որ չես կարող դու կյանքը այդպես ուղղակի գույնավոր աչքերով տեսնել ու սպասել, որ ամեն ինչ քո համար ստեղծվելու է եւ լինելու է եւ բոլոր ճանապարհները կանանչ են, այլ պետք է այսպես քո աշխատանքով, քո մտքի հզորությամբ հաղթահարես եւ վերջում գոհ մնաս քո ապրած կյանքից։ Ոնց եք ուզում, որ հանդիսատեսը հիշի եւս մեկ անգամ Շարլ Ազնավուր ներկայացումը։ Յուրաքանչյուր արվեստի գործ երկու նպատակ է ծառայում, դա լուսավորել եւ հաճույք պատճառել, to enlighten and to delight. So enlightenment and delightfulness are very important. Իմ համար շատ կարևոր են, որպեսզի հանդիսատեսը կրթվի, իր ներքին արժեքները բարձրանան այդ գործը տեսնելուց, թե դա կլինի նկար, թե կլինի ներկայացում, թե կլինի երաժշտության գործ, եւ միևնույն ժամանակ հաճույք ստանա։ Եվ երկար ժամանակ իրան հարց տա, արդյոք այս կադրը կամ այս սցենարը ինչու համար էր արված, այդպեսի կուզենամ իմ հանդիսատեսը հեռանա եւ իրանք այդպեսին են հեռանում։ Մայիսի 15-ին հաշված օրեր մնացին, ինչ ունեք ասելու ձեր հանդիսատեսին։ Իրականում ընդհանրապես հրավերի խոսք, համեցեք ամսի 15-ին 7:30 վայելեք ներկայացումը, կտեսնվենք։